Ման տարածքի մասին որևէ խոսք։ Հիմա հարց է ծագում, որն է իրականացման տարածքը, ինչ լայնություն ունի, որոնք են սահմանները, որևէ աշխարհագրական շրջանակ ընդգծված չէ։ Դիվանագետները սովորաբար ինքնիշխան պետության դիվանագետները սկզբից սահմանում են այդ տարածքը, նոր են ստորագրում։ Եվ վերջապես 6-րդ կետը դա լեզվի ասիմետրիան է։ Ես ամբողջ համաձայնագիրը նայեցի, ասեցի բազմաթիվ խնդիրներ կան, հարկային, տնտեսական եւ այլն, բայց լեզվի ասիմետրիան այդ մարդիկ, որոնք բանակցել են, կամ անգլերեն չգիտեն, կամ թքած ունեն այս երկրի վրա, որովհետեւ դու երբ որ նայում ես Միացյալ Նահանգների պարտավորությունները, այդտեղ այսպես է գրված. Միացյալ Նահանգները ակնկալվում է, որ կանի, նպատակ ունեն, որ կանեն, իսկ Հայաստանը պետք է, Հայաստանը պարտավոր է, այսինքն գոյություն ունի լեզվի ասիմետրիա ստորագրող կողմերի միջև, որը վաղը իրականացման դեպքում շատ լուրջ դիսբալանս կստեղծի։ Եվ անդրադառնալով Իսկ ինչու կներեք էլի։ Իսկ ինչու է ձեզ թվում, որ կարող է լեզվի ասիմետրիա։ Իսկ կարող է հենց այդպես են բանակցել։ Ես փորձեցի որպես չեզոք դիտորդ, անկախ դիտորդ նայել այդ համաձայնագրին։ Ես խոր կասկած ունեմ դրա համար, այսինքն լեզվի հստակ ասիմետրիա կա, ուշադրություն դարձրեք, որտեղ Հայաստանի պարտավորություններ, Հայաստանը պետք է անի պարտավոր, իսկ Միացյալ Նահանգները ակնկալվում է, որ կանեն։ Միացյալ Նահանգները նպատակ ունի, կփորձեն եւ այլն։ Տիրոջ եւ վասալի հարաբերություններ են, չեմ կարծում, որ այդտեղ հավասարության նշան կարող են։ Չէ, չկա, ընդհանրապես։ Իսկ կանոնադրության մեջ իհարկե, որը դուք նշեցիք, հատկապես ռազմական ոլորտի վերաբերյալ մասը լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններում, որը առանց այդ էլ բարդ են, սա լրացուցիչ խնդիրներ է իհարկե առաջացնելու։